Մենք պայման չունենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելը, Ադրբեջանը այդքան էլ պարզ չի, պայման ունի, պայման չունի եւ այլն, որովհետեւ այդ թեմաները իրենք առաջ են քաշում եւ մենք այդ թեմաների հետ առնչվում եւ առերեսվում ենք եւ դուք այնտեղ եթե ներկայեք ես մեր պատասխանում ամբողջական ներկայացրի մեր դիրքորոշումը, որովհետեւ հարցը ինչ է, ես պարզ հարց եմ տալիս, ասում եմ ուզում եմ հասկանամ Ադրբեջանը ուզում է որ մեր համադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր համադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեվ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել համադրական դատարան, որպեսզի համադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության համադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ համադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության համադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը ազգային ժողովում, համադրության 5-րդ կետի, կարծեմ 3-րդ մասի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի եւ մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Ինչու՞։ Որովհետև այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ խորհրդային միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը։ Երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար որպես արդարացում։ Հետևաբար, երբ որ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանը ուզենայել չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Այս առաջինը։ Երկրորդ որոշումը որ չի համապատասխանում։ Համաձայնագիրը մեր համադրությանը։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ես ինքս ասում եմ, որ այդ դեպքում համադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռք բերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում եմ, որ պետք է ամենօրյա խնամք տանենք եւ խնամք տանենք, որ արժի գնալ եւ այդ փոփոխությունը անել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել, գիտեք ինչ, եկեք համադրությունը փոխենք։ Ինչու՞։ Որտեղ Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր համադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմատի հռչակագիրը, որը հիշատակված է իդեպ խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր համադրությանը։ Համապատասխանում է մեր համադրությանը։ Հետևաբար ինչի փոխենք մեր համադրությունը։ Կստացվի, որ մենք կմահաճույքի համար ուղղակի փոխում ենք համադրությունը։ Իսկ կմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ կմահաճույքը ի հայտ եկավ։ Բա որ դրանից հետո երրորդ կմահաճույքը ի հայտ եկավ։ Ու չորրորդ ու այդպես շարունակ ինչ ենք անելու։ Այսինքն այս նրբությունը պետք է հաշվի առնել, բայց իհարկե նաև մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր համադրության հարցը, որտեղ համարում ենք, որ դա մեր ներքին հարցն է։ Եվ մեր ներքին հարցի տրամաբանությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն համաժողովի վերջին հռչակագրում մենք անդրադարձ ենք ունեցել նոր համադրության ընդունելու օրակարգին, որի միջայլոց մենք որդեգրել ենք դեռ 2018 թվականից, ասելով, որ թողենք այս համադրությունը մի հատ հասկանանք խորհրդանական կառավարման մոդելը լավ է, վատ է, որովհետև այդ ժամանակ 18 թվին, երբ որ ես դարձա վարչապետ,
երկու ամիս էր սահմանադրությունը ուժի մեջ մտել, հələ հոդվածներ կային, որ դեռ նոր պետքա մտնեին ուժի մեջ։